Եվ հիմա էլ Լավրովը ասում է ես հայ հասարակության փոխարեն կմտածեի Կայա Կալասի հայտարարությունների կապակցությամբ, որովհետև եթե նա ասում է, որ Մոսկվան Հայաստանում ընտրությունների շեմին կկիրառի մոլդովական սցենարը, նա հիշեցնում է, որ մոլդովական սցենարը հետևյալն էր՝ կոպիտ ընտրակեղծիքներով Սանդուն ընտրվեց նախագահ։ Եվ հայ հասարակությունը պետք է այս հայտարարությունից հետևություններ անի։ Ռուսաստանի դժբախտությունների մի մասն էլ ժողովրդավարության համատեքստում է, որովհետև իրենք այդ իրենց մոտեցումներով միշտ աշխարհից տարբերվել են։ Այն տարիներին, երբ որ Հայաստանում եվրոպական դիտորդները, ասենք Այքերը հայտարարում էր, որ 2003 թվականի ընտրությունները կոպիտ խախտումներով են անցել ու միջազգային հանրությունը պիտի չճանաչի, ռուսական դիտորդները կամ SNG-ի դիտորդները ասում էին, որ դրանք ամենաարդար օրինաչափ ընտրություններն են։ Այսինքն, երբ ամբողջ աշխարհը որևէ ընտրություն համարում է խախտումներով, Ռուսաստանը համարում է դա օրինական, անցածա, երկար ժամանակ իշխանությունը պահողների եւ այդ իշխանությունը հավերժ դարձնողների հիմնական բանալի բանաձևն է, իրենք չեն կարող ողջունել Սանդուին, որը ժողովրդի քվեով է ընտրվել, եւ չեն կարող ողջունել Նիկոլ Փաշինյանին, որը ժողովրդի քվեով է ընտրվել։ Նիկոլ Փաշինյանը դրա համար է իրենց այդ պատճառով էր իրենց համար խորտ, որ ժողովրդի քվեով էր ընտրվել։ Այդ երկրները միշտ վախենում են այ ժողովրդավարական այդ process-ները իրենց երկրներ հասնելուց, որ այդ process-ները կարող են հեղափոխությունների հանգեցնել, որոնց արդյունքում, ասենք, իրենք հայտնվեն, ունենան այն ճակատագիր, ինչ Սադամ Հուսեյնը, եւ սրան իրենք թե գիտակցությամբ, թե ենթագիտակցությամբ հակադրվում են։ Ցավոք Լավրովը այդքան իրականությունից կտրվել է, որ Մոլդովայի ընտրությունները համարում է կեղծիքներ, ինչ ասեմ։ Դուք ասացիք Փաշինյանը ժողովրդավարական ընտրություններով ընտրվել է, այո, ընտրվել է, բայց նորից վերընտրվելու հնարավորությունը ինչպես է գնահատում եւ այս համատեքստում գանք մեր ներքաղաքական խնդիրներին, եկեղեցու օրակարգը պահվում է արդիական, ասում են այս մարտահրավերների ֆոնին, հատկապես Իրանում կատարվողի ֆոնին, Հայաստանի ղեկավարությունը էլի զբաղված է թիթեռնիկ նկարելով, պարգևավճարներ են իրենց տալիս, ինչ կարող եք ասել, նորից ընտրվելու հնարավորությունը ինչպես է գնահատում։ Գիտեք, ես Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն եմ, մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ մենք մասնակցում ենք ընտրություններին լուրջ արդյունքներ գրանցելու։ Որևէ քաղաքական ուժ չի մասնակցում ընտրությունների, մյուսների արդյունքները գնահատելու կամ նրանց հաղթելու հնարավորությունը հիմնավորելու կամ մերժելու առումով։ Ես համարում եմ, որ մեր հաղթանակը կլինի այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը դեպի արևմուտք, Ռուսաստանի հետ կախվածության նվազեցումը եւ ժողովրդավարական գործընթացների առումով զարգացումները շարունակվեն։ Այս համատեքստում է միայն, որ մեր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների մոտեցումները նույնն են։ Մենք երկուսս էլ ուզում ենք, որ խաղաղությունը մնա, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կամաց կրճատվի, իրենք այդպես են համարում, դիվերսիֆիկացվի, մենք ավելի կտրուկի կողմնակիցն ենք եւ մենք նույն մոտեցումն ունենք ժողովրդավարության համատեքստում։ Մնացած բոլոր համատեքստերում, ներառյալ եկեղեցու հետ կապված համատեքստում, ներքաղաքական դատավարությունների, արդարադատության, անդամավճարների, տնտեսության զարգացման, մենք բացարձակ տարբեր մոտեցումներ ունենք։ Հիմա պարգևավճարները արդարացված են թե ոչ ներողություն։ Գիտեք, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներից մեկն էլ պետական աշխատողների բարձր աշխատավարձ վճարելն է եւ պետական համակարգում լուրջ մասնագետների ներառելը։ Իմ երկու աղջիկներն էլ լավ կրթություն ունեն, մեկը աշխատում է ամերիկյան ընկերությունում, մյուսը աշխատում է բանկում։ Մեկը տնտեսագետ է եւ զբաղվում է աուդիտով, մյուսը HR-ի մասնագետ է։ Իրենց երկուսն էլ, եթե ստիպեմ անգամ ես, պետական համակարգում չեն աշխատի։ Ու բազմաթիվ է այդ պատճառները։ Եվ այդտեղ երկրորդական չի նաեւ վճարումը,
աշխատավարձների խնդիրը, որովհետև գոնե մեծ աղջիկս, ասենք ընտանիքի արդեն բալիկ ունի եւ այլը, ընտանեկան բյուջեի խնդիր ունեն եւ իրենց համար աշխատավարձները շատ կարեւոր են եւ պիտի իմ կարծիքով պետությունը դառնա ամենահուսալի գործընկերը մարդու համար։ Պետական աշխատանքը պիտի լինի ամենապատվավորը եւ ամենաբարձր վճարողը։ Պետությունը իր ստանձնած բոլոր պայմանագրերը պիտի մինչև վերջ կատարի, որևէ դեպքում աչուձախ չանելով։ Այդ դեպքում հարգանք կունենա։ Այդ առումով ես օրինակ շատ հավանում եմ Մեծ Բրիտանիայի պետական կառավարման համակարգը, մոդելը, պետական աշխատողներին վճարելու մոդելը, որը կապվում է նաև այդ աշխատողների ունեցած ներդրման կամ օգտակար գործունեության գործակցի հետ։ Հիմա ինչ վերաբերվում է ազգային ժողովին, այնտեղ ինչքան գիտեմ երրորդ աշխատավարձ են տվել եւ շատ տխուր էր, որ այդ անգամ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները չբողոքեցին, թե ինչի եք մեզ, ասենք 3 աշխատավարձ միանգամից տալիս էլի, քիչ-միչ այնպես կիսատ-պրատ բաներ ասեցին, ուսուս մնացին, որտեվ իրենց էլ էր ձեռնատու այդ աշխատավարձ տալը, պիտի նայել, թե այդ ազգային ժողովը այդ տարվա ընթացքում ինչքան օրենքներ են ընդունել, այդ աշխատանքի ՕԳԳ-ն ինչ է եղել, եւ ըստ դրա, եթե հասնում է, եթե իսկապես լուրջ աշխատանք են արել, կարելի այո պարգևավճար տալ։ Այսինքն պիտի ամեն ինչ վճարումը կախված է աշխատանքի չափից։ Բայց նախարարների դեպքում, պարոն Սարգսյան, ասում են խնդրահարույց է։ Այդ նախարարները Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ են նախ եւ առաջ, այսինքն դու չես վստահում քո թիմի անդամներին եւ մտքումդ ունես, որ նրանք կարող են գայթակվել եւ կոռուպցիայով զբաղվել։ Ընդհանրապես վստահության հարցը շատ սուբյեկտիվ հարթությունում է, ինչ է նշանակում վստահում ես կամ չես վստահում։ Բացարձակ վստահելի, որ վստահ լինես, որ այս մարդը, որ իմ ընկերն է, գաղափարի մարդ է, ու ինքը չի գայթակղվի, ու ենթադրենք սիրուհի չի ունենա, որևէ մեկը չի կարող այդ ասել։ Ամուսնության պարագայում խոստում են տալիս հնազանդ լինել եւ դեր լինել, այս պարագայում, պաշտոնի պարագայում, չգիտեմ, վարչապետը երդվում է, մնացածները նախարարները երդվում են, թե չէ, չգիտեմ, բայց ես չեմ արդարացնում բարձր աշխատավարձները այդ ձևով տալը, ես ուզում եմ, որ այդ բարձր աշխատավարձները տալը աշխատանքի արդյունքում լինի, որովհետև ես արտադրությունում եմ աշխատել, ու մարդկանց աշխատավարձը միշտ կապված է եղել իրենց տված արտադրանքից։ Իմ տրամաբանությունը միշտ այդպիսին է։ Շատ են ցեմենտ արտադրել, շատ աշխատավարձ են ստացել։ Քիչ են արտադրել, քիչ են ստացել։ Հետևաբար իրենք շահագրգռված են եղել միշտ շատ արտադրելու։ Հետևաբար իրենք շահագրգռված են եղել աշխատանքի գործիքները լավ պահելու, որ նրանք չխափանվեն, որ վթարներ չլինեն, որ իրենք աշխատեն, որ աշխատավարձ ստանան։ Պետությունը գործարան է, ինքը պիտի այդ սկզբունքով աշխատի։ Եթե այդ սկզբունքով է աշխատում, ոչ մեկը չի ասում, թե արտադրամասի պետը ինչի այդքան թանկ աշխատավարձ ստացավ։ Օրինակ իմ ժամանակ Բելազի վարորդները, այդ մեծ մեքենաներ են, որոնք հանքակար էին կրում, մինչև 1.200.000 աշխատավարձ էին ստանում, իսկ այդ ժամանակ այդ ֆանտաստիկ թվեր էր, այդ պետության ոչ ղեկավարը, ոչ վարչապետը այդպիսի աշխատավարձ չէր ստանում։ Ուղղակի մարդը վարում էր մեքենան, քրտնաջան տանում էր, հաշվարկված էր, որ այսքան բերելու դեպքում ամեն տոննայից ինքը ինչքան պիտի աշխատավարձ ստանա, այդ էր ստան։ Այսինքն իմ մոտեցումը այս խնդրում այսպեսին է։ Հիմա դուք նաև վերադառնանք ձեր այն մտքին, որ Հայաստանի իշխանությունը վաղ թե ուշ պետք է դադարի երկու աթոռին նստելու այդ փորձերը եւ կողմնորոշվի։ Ինձ հետ հարցազրույցում էլի նման կարծիք հայտնող եղել է։ Հիմա մենք այդ կողմնորոշվածությանը երբ սպասենք, մինչև ընտրությունները դա հնարավոր է կամ դրա հնարավորությունը ինչպես կգնահատենք։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու պատճառով։ Նախ քաղ տեխնոլոգիայի առումով հանրությունը միշտ վախենում է ռադիկալ փոփոխություններից։ Հանրությունը միշտ այսպես էլ մնա լավ է, այս մոտեցման տեսակետին է։ Նույնիսկ մարդը ով բանտում է ազատման օրը ազատությունից վախենում է։ Այսինքն միշտ նրանք, ովքեր բոլորի հետ լավ լինելը համարել են լուծում, մեծամասնություն են ունեցել Հայաստանում եւ քաղ տեխնոլոգիայի տեսակետից դժվար նման քայլի գնա իշխանությունը։ Երկրորդ չի գնա, որովհետեւ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պայմաններում մանավանդ Լավրովյանես հիբրիդային հարձակումները հենց այդ համատեքստն ունեն, որ հանկարծ չգնաք, որ գնաք գիտեք ինչ կանենք։
Չնայած ես կարծում եմ, որ ոչ մի բան էլ չեն անի, որովհետև ինչքան մենք ենք Ռուսաստանի տնտեսության այսօր պետք, այնքան էլ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, այնքան էլ մենք ենք իրենց պետք։ Այսինքն խնդիրը նաև այս համատեքստում է եւ կարծում եմ, որ իրենք չեն գնա։ Եթե ազգային ժողովում ներկայացված կլինի քաղաքական այնպիսի ուժ, որը հստակ արևմտյան դիրքորոշում կունենա, որտեղ այսօրվա ազգային ժողովում ռուսամետներ են եւ բալանսավորողներ եւ հստակ արևմտյան ուղղվածության քաղաքական ուժ չկա, այդ ժամանակ խնդիրների լուծումը նաեւ իշխանության համար կհեշտանա, որտեղ ինքը ստիպված է լինելու նաեւ մրցակցել այս ուժի հետ, այս ուժի առաջարկությունների հետ, որտեղ այդ ուժ առաջարկությունները անելու, որ հայ մարդը տեսնելու է, որ նման առաջարկությունների պարագայում իր երկրի տնտեսությունը կարող է թռչկային աճ ունենա, որ այդ առաջարկությունների պարագայում իր երկրի անվտանգությունը, սպառազինությունը, հակաօդային պաշտպանությունը եւ այլը նոր բովանդակություն կարող են ունենալ։ Այսինքն խնդիրը այս հարթության մեջ է։ Ընդհանրապես համակարգերի փոփոխությունները պիտի լինեն ինչ-ինչով է փոխարինում։ Եթե մեր ժողովուրդն ուզում է, որ ազգային ժողովում գոյություն ունեցող այս խմբակցությունները մեկ-մեկին դավաճան, մեկ-մեկին հողատու ասելով շարունակի այս սև ու սպիտակի համատեքստում, սխալ է անում, որ այդպես եմ մտածում։ Անկեղծ ասած, Աստծո ստեղծած աշխարհը շատ բազմագույն է։ Սև ու սպիտակ չի բացարձակ, կողքերը նայել է պետք։ Ընտրեք քաղաքական դաշտում էլ այդ գույները շատ են այդ գույները։ Դու պիտի մեր ժողովուրդը դուրս գա այդ սև ու սպիտակի դրամաբանության համատեքստից։ Ինքը դալտոնիկ չի։ Քաղաքականության մեջ ընտրությունը ոչ թե բռնցքապարտի ընտրության նման է, որտեղ խաղադրույք ես արել ու սպասում ես, թե ով ում նոկաուտի կհասցնի, որ դու ուրախանաս։ Քաղաքականության մեջ ընտրություն պիտի կատարես գաղափարի վրա։ Այս մարդու ասած գաղափարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն, դա քո սրտին մոտ է, քո սիրտը այդ ուղղությամբ աշխատում է, թե ոչ։ Իմ կարծիքով նաև բարոյականության վրա։ Քաղաքականությունը շատ բարոյական process է, շատ բարոյական։ Այդ process-ում պիտի կարողանաս քո սկզբունքներն ու մոտեցումները պահես, երբեք չհրաժարվես դրանից, ու այդ խնդրում կարևոր չի դու մեծամասնություն ես, թե փոքրամասնություն։ Դու սերունդներ ես դաստիարակում, որ հետո կարող են մեծամասնություն դառնալ ու երկիրը ճիշտ ուղղությամբ տանել։ Ամփոփելով, պարոն Սարգսյան, շահարկվեց կաթողիկոսա չհամբուրելու ձեր այդ համբուրելը ձեր հայրիկի հոգեհանգստի ժամանակ։ Հիմա ինչպես կարձագանքեք այս ամենին։ Նախ ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր նրանցից, թե իշխանությունից, թե եկեղեցուց, ներառյալ վեհապար հայրապետից, որ եկել էին ցավակցելու իմ ընտանիքին։ Այն ինչ որ ես արեցի, միանշանակ իմ հոր սրտով էր, եւ դա իմ համար ամենակարևորն էր։ Ես կարծում եմ, որ այդպես կվարվեր նաեւ իմ մայրը եւ իմ եղբայրը։ Ես սրանում միանշանակ կասկած չունեմ եւ համոզված եմ այդ համատեքստում։ Գիտեք, եթե հայ առաքելական եկեղեցու հետ կապված խնդիրներ աչամփյուրով լինեին միայն, կարող ենք ասել, որ կաթողիկոսը չգար, որտեղ գիտեք շատ անհարմար վիճակ է ստացվում, երբ որ հանգուցյալի հոգեհանգիստը կազմակերպելու համար եկեղեցին զանգահարում է, ասում է, այ էս ինչ սրբազանն անի, թե այն ինչ սրբազան ում ազատել են պաշտոնից։ Ու դու սքի մեջ պիտի որոշես, թե այդ երկու սրբազաններից որ մեկը անի։ Ես լավ դրություն չի։ Լավ, ասում ես, ես նորին չեմ ճանաչում, այ այն հինը որ կա թեկուզ պաշտոնից ազատել եք, թող գան անի։ Հետո ասում են այդ դեպքում կարող է վեհապար հայրապետը գալ։ Իհարկե ասում ես կարող է գալ։ Եթե ես համարեի, որ աչամփյուրով այդ խնդիրը լուծվում է, հայ եկեղեցու վերնախավի հետ կապված, կաթողիկոսի փոփոխության հետ կապված, այնպես ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը չի թողնի եկեղեցի մտնի ու խնդիրը կլուծվեր, բայց խնդիրը այդպես չի լուծվում։ Խնդիրներ էլի են եղել։ Այս պատմությունը կրկնվել է 2018 թվին մորս հոգեհանգստի ժամանակ եւ դրան այցելեց Սերժ Սարգսյանը։ Նորից նույն հեքիաթը, նույն մարդիկ, նույն ֆեյքերով։ Այս պատմությունը կրկնվեց նաեւ, երբ
դատական համակարգի խնդիրները փորձում էին լուծել դատավորների ոտքերից, դատարանների դռան դեմից քաշ տալով։ Երբ որ մենք ասում ենք, որ դատական համակարգի խնդիրները այդպես չի կարելի լուծել, հեղափոխական մեթոդով քաղաքական իշխանության խնդիր է լուծվում։ Դատական իշխանության խնդիրը հեղափոխական մեթոդով չի լուծվում, նույնը եկեղեցու խնդիրը, այդ մեթոդով չի, որ լուծել է պետք։ Արդյունքում ինչ եղավ, դատական իշխանության խնդիրը լուծվեց, առ այսօր չի լուծվել։ Սամվել Կարապետյանի դատավարությունները դրա փայլուն օրինակն են, որ չի լուծվել այդ խնդիրը։ Որևէ մեկին փոխելու համար մոտեցումը պիտի լինի այսպիսին. ունենաս մեկ ուրիշը, որը շատ ավելի լավն է, քան այդ մեկը, որը ներկայանա որպես այդպիսին, որը ընկալելի կլինի հայ առաքելական եկեղեցու վերնախավի, հոգևոր խորհրդի եւ նաեւ նրա հոգևոր հոտի մեր բոլորի համար, եւ այդ փոփոխությունը ինքնաբերաբար կլինի։ Փոփոխության այս տարբերակը, որով որ գնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ցավոք սրտի արդյունք չի տալու։ Ընդհակառակը, եթե կուզեք իմ արարքը հայ առաքելական եկեղեցուն իմ պարտքի կամ այսպես ասած իմ փոքր ներդրման մասնայեք։ Մեր ժողովուրդը նաև սովորում է հարսանիքներ, ծնունդներ, թաղումներ գնալով։ Նայում են ով եկավ, ինչ արեց, ոնց բարևեց, ինչ էր հագել, ովում հետ ոնց խոսեց, ոնց դիմավորեց, ոնց ճանապարհեց։ Դաստիարակվում են սրանով։ Ես համոզված եմ, որ բազմաթիվ երիտասարդներ, ինչպես ես, իրենց կյանքում 2-3 կաթողիկոս են փոխելու, թող Աստված կաթողիկոսներին երկար կյանք տա։ Բայց իրենք իմանան, որ կաթողիկոսի աչքը համբուրում են։ Այս նաև իմ կողմից պարտքեր իմ հոր վանահայր պապիկին։ Ես համարում եմ, որ այն սև ու սպիտակը, ինչը մեր ժողովուրդը դնում է, այս սրան սիրում եմ, նրան ատում եմ, այս ծեծելով փոխել է պետք, կախել է պետք, որովհետև դավաճան է, որտև մարդասպան է։ Ժողովուրդ, եթե ես եք ուզում, նույն խորհրդարանն էլ գնացեք ընտրեք։ Եթե այդ չեք ուզում, ընտրեք մեզ։ Ես ձեզ խոստանում եմ, որ ես կարող եմ թե խաղաղությունը պահել, եւ թե արևմտյան գործընկերների հետ Հայաստանի տնտեսությունը հասցնել թռիչքային աճի, իրական թռիչքային աճի, որը կբերի լուրջ աշխատատեղեր։